իրար մյուսներին փոխանցելու այդ զենքը գործիքը իրենց ձեռքին մեկինը երգն է, մյուսինը նկարն է, մյուսինը գրիչն է, որ մենք կարողանայինք այդ նուրբ զգացողություններ իրար փոխանցել, որ ուղղակի չպատմեինք իրադարձությունների մասին, այլ որ այն ճանապարհը օրինակ, որը մարդը Ստեփանակերտից կամ իր հայրենի գյուղից մինչև Ստեփանակերտ, հետո Ստեփանակերտից մինչև Հակարի կամուրջ, հետո Հակարի կամրջից մինչև իր նոր բնակավայրը, այդ ճանապարհը, որ ցավի ու այդ անտանելի ճանապարհը, որ ինքը անցել է, դա չլիներ մի մարդու կամ մի խմբի կամ մի փոքրիկ հողակտորից դուրս ելած մարդկանց ճանապարհ, դա լիներ մեր բոլորի ճանապարհը, որովհետև այդպես էլ կա, որ մենք այդ զգացողությունը կարողանայինք փոխանցել։ Ես այդ կարծում եմ, որ այդ ցավոք սրտի այն ինչ որ լիարժեք չի արվում, չի հաջողվում, ոչ մեկից չի հաջողվում, գուցե իհարկե արտաքին շատ գործոններ կան խանգարում են, մենք տեսնում ենք, որ սարսափելի քարոզչություն է վարվում ներսում դրա դեմ, հենց որպեսզի մարդիկ այդ ցավը իրենցը չհամարեն։ Այո, ատելություն արցախցիների։ Այո, եւ դա ես չասեմ, ինչ ես դրա համար բնորոշիչ բառ չեմ էլ կարող գտնել, չեմ էլ փորձի, բայց այդ մեր խնդիրը պիտի լինի փոխանցել այդ զգացողությունը, այդ որ այդ ցավը բոլորինս է, որ խնդիրը բոլորինս է, որ լուծումները բոլորինս են, որ զոհը, որ այդ թողնված այնտեղ գերեզմանը, որ այդ այնտեղի պապական տները, որ ամեն ինչը բոլորինս է, որ թթի ծառը հասկանում եք, իմ թթի ծառն է։ Բաժանորդագրվեք մեր ալիքին։